Պարոն Մարտիրոսյան, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման փուլում դուք խաղաղությանը միտված քայլեր տեսնում եք։ Օրինակ մենք լսում ենք Նիկոլ Փաշինյանից, որ ասում է վերջ Ժողովուրդ ջան, խաղաղություն է հաստատված, կաթողիկոսից լսում ենք, որ ասում է տագնապալի օրեր ենք ապրում, մեր անվտանգությանը սպառնալիքներ կան։ Հիմա ժողովուրդը ոչ մի առաջնորդին հավատա։ Պետականության մասով իշխանությունում գտնվող առաջնորդին, իսկ տագնապների մասով այլ առաջնորդների։ Ես կարծում եմ, որ ահագին գործ է արված պատերազմից հետո, որ քչացնեն ռիսկը պատերազմի վերասկսման, բայց չեմ բացառում, որ այդ ռիսկը միշտ գոյություն է ունենալու, շատ թե քիչ։ Մի բան, որ եթե Ալիևի հայտարարությունների մասին է խոսքը, ապա պետք է ուշադիր լինել, թե ով է թիրախը։ Ալիևի թիրախը մեկ իր ներքին լսարանն է, մյուսը ամերիկացիներ, եվրոպացիներ, երբ որ ինքը խոսում է Հայաստանի թեմայով։ Այսինքն ինքը առևտուր է անում Եվրոպայի ու Ամերիկայի հետ, դա նրանց համար է ավելի շատ, այստեղի համար չի։ Եվ իր ներքին լսարանի, որովհետև պարզ է, որ ներքին լսարանում ինչ որ մարդիկ կան, որոնք ըմբոստ են, դժգոհ են այս ամեն ինչից, մարդիկ կան, որ ասում են հերիքա մեզ խաղաղություն է պետք, իրանք էլ են չէ մարդ, իրանք էլ խաղաղության կարիք ունեն, ոչ պակաս քան մենք, բայց այս պահին իրանք ուժեղ են, ու այն հիմարությունները, որ մենք արեցինք մեր հաղթանակից հետո, 30 տարի, 20 քանի, իրանք լինելով ավելի հմուտ քաղաքական և պետական գործիչներ, ոնց որ թե չեն անում։ Եվ հիմա խոսվում է, որ Հայաստանին նաև այլ տեղից վտանգներ կան սպառնացող, օրինակ արևմտյան թևն հանգստացած է նրանից, որ ընտրությունների ժամանակ կարող է ինչ-որ միջամտություն լինի, դա Հայաստանի ժողովրդավարությանը, եթե այդպիսին կա, վտանգներ է սպառնում, Եվրոպան պատրաստ է դրա համար միլիոնավոր եվրոներ տան, դուք տեսնում եք վտանգներ Հայաստանին, հատկապես այդ ընտրությունների ֆոնին։ Ես տեսնում եմ, որ այդ վտանգները բոլոր կողմերից կան, այդ վտանգները արտաքին լիքը վտանգներ կան, ոչ միայն, որ նաև Հայաստանը կուլ կգնա այդ վտանգներին, օրինակ ռուս-ուկրաինական պատերազմը, օրինակ Իրանի և Միացյալ Նահանգների, Իրանի, Իսրայելի չլուծված լիքը խնդիրներ, լարումները Ադրբեջանի ու Իրանի միջև երբեմն որ լինում են, այդ վտանգները անընդհատ են, բայց ուժեղը դա մի քիչ այլ ձև է տանում, թույլը այլ ձև, հիմա, բայց ստեղ մենակ ուժեղի ու թույլի մասին չի խոսքը, պետք է կրկնեմ, ուժեղ խելացին և ուժեղ, ինչ ասեմ, անխելք ասեմ, ոչ հեռատես ասեմ, այն ինչ որ մենք կորցրեցինք, Ադրբեջանը փորձում է չկորցնել, բայց այդ վտանգները կան ու լինելու են, ուրիշ բան, որ դու կարողանաս վտանգների աստիճանը պակասեցնես, իսկ դա ինչ է նշանակում, որ իզուր տեղը վրատ սրան կամ նրան չհաչացնես, եթե ժողովրդական լեզվով ասենք, չսրես հարաբերությունները, խնդիրներ չսարքես, ներքին հարցեր լուծելու համար դուրսը չվտանգես և հակառակը։ Այսինքն հմուտ պետական գործիչը, ես քաղաքական գործչի մասին չեմ խոսում, հմուտ պետական գործիչը
առաջերտին պիտի դրա մասին մտածի, որ իր քաղաքացին, իր հանրությունը, Հայաստանի Հանրապետության ժողովուրդը վտանգների միջով չանցնի։ Այդպիսին են մեր իշխանության ներկայացուցիչները։ Իհարկե ոչ, մենակ 20 թվականի պատերազմի չկանխելը ցույց է տալիս, որ այդպիսին չէ ցավոք մեր իշխանությունը։ Ու ես համոզված եմ, որ այդ պատերազմը կարելի է կանխել, առնվազն կանխել։ Իսկ եթե ժամանակին Ռոբերտ Քոչարյանի մեծ թվով իմ պատկերացմամբ սխալները չլինեին, Սերժ Սարգսյանի օրոք արված սխալները, տեղափոխությունից հետո արված սխալները կամ չարված գործերը չլինեին, ապա Հայաստանը այս տարածաշրջանում ավելի ուժեղ դիրքեր կունենար, քան Ադրբեջանը այսօր։ Անգամ համեմատություն կարելի է տանել Հայաստանի եւ Թուրքիայի միջև։ Ես ասում եմ այդ համաշխարհային իմիջի մասին, ժողովրդի Նիկոլի լեզվով ասած դուխի մասին, իրական դուխի մասին, որը պատերազմի իհարկե կոտրեց մեջքները հայաստանցիներից շատ-շատերի։ Կա Ռուսաստանից վտանգ, պարոն Մարտիրոսյան, ժողովրդավարությանը Հայաստանի հիբրիդային այդ պատերազմը ասված, հա։ Այո, եւ Ռուսաստանից կա այդ վտանգը, բայց նես չի էլի, որ Ռուսաստանը նստում մտածում է ոնց անեմ, որ Հայաստանում վատը լինի։ Ռուսաստանն ունի իր շահերը։ Կարող է օրինակ ասեմ, Ռուսաստանը ասում է, գիտեք, այդ Թրամփի ճանապարհում ինձ 5% փայ տվեք, ես ձեր հետ խնդիր չեմ ունենա։ Ինձ պետք է ներքին լսարանս լրացնեմ, այդ ըմբոստներին, հակահայերին լրացնեմ, ու եթե մերոնք ասում են չէ, վարիանտ չի, ապա չի խանգարում այն ուժերին, որոնք որ այդ հիբրիդային պատերազմի մեջ են։ Հիմա եթե տալիս են, ոնց որ Բաքու Ջեյխանում տվեցին ինչ որ կտոր, սուսուփուս ինքը շահագրգռված է այդ Բաքու Ջեյխանով, երբեք վտանգի տակ չի դնի այդ Բաքու Ջեյխանը, մի խոսքով։ Դուք կարծում եք պետք է Ռուսաստանին փայ տալ։ Ես կարծում եմ, որ կարելի է նենց անել, հիմա կարելի է տեղից չտալ, մի ուրիշ գործարք անել, բայց պետք է մեծ տերությունները շահագրգռված չլինեն քո վատ օրի մեջ։ Այսինքն, եթե իրանք քո անվտանգությունը բերում է իրանց բարգավաճման, իրանք սկսում են դրա մասին մտածել։ Օրինակ, հիմա պատկերացրեք, որ մեկը պատուհանի սիգարետ է շպրտում ներքև, բայց եթե իր երեխան ներքևը խաղալուց լինի, կարող է չշպրտի։ Տենց մի բան, կենցաղային օրինակ։ Բայց հիմա ներկայացում է, որ Ռուսաստանը ուզում է Հայաստանի ինքնիշխանությունը չլինի Հայաստանի ինքնիշխան, չլինի պետականություն չունենա իր կազմի մեջ, լինի բան լինի, այտենց Թաթարստան լինի, ինքը նշանակի այդ վերակացուին։ Հիմա մենք այդպիսի հայտարարություններ Գիտեք ինչն է մեր ընկալումների խնդիրը, որ մենք քաղաքականությունը, պետականությունը ընկալում ենք, հիմա ես օրինակ բերեցի, կենցաղային օրինակ բերեցի ցույց տալու համար այդ հարաբերությունները, հա։ Բայց չի կարելի մտածել կենցաղային օրինակով։ Օրինակը նրա համար է, որ պարզ լինի այն ինչ որ ասում ես։ Այսինքն Ռուսաստանը մարդ չի, Ամերիկան մարդ չի, ու այդ մարդկային արի մի վնաստան բան պետությունները դες չեն մտածում։ Պետությունները շահով են մտածում, այսինքն պետք է շահ ունենա։ Այդ շահը կարա տարբեր ձևերով հանդես գա, բայց այդ շահերը զսպելու էլ այլ շահեր պիտի դնես դիմացը, որ այս չվնասելու շահը ավելի մեծ լինի, քան ենթադրենք ինչ որ ուժեր, ինչ որ բաներ, ինչ որ մարդիկ ինչ որ բաներ են ուզում անեն։ Օրինակ,
Ինչ եք կարծում, ինչի Ռուսաստանը այդ Լուկոյլի եւ Ռոսնեֆտի Ռուսաստանը չէ, Ամերիկան բաժամիջոցներ կիրառեց։ Ինչի է հիմա ինչ ասում, էմբարգո է ասում, ինչ ասում Վենեսուելայի հետ կապված։ Այսինքն ինչ, ինքը իր միտքն է Վենեսուելային վատություն անի, Ռուսաստանին վատություն անի, ոչ։ Նավթի գները ընկնում են ու նոր այդ նավթահորեր փորելու բանկերը փող չեն տալիս ամերիկյան նավթային ընկերություններին նոր բանի։ Ասում են, հա, սրանք ենթադրեն գյուլակտանի այս գործողները։ Բայց եթե գները ընկնում է, ինչի դնեմ փող, իսկ բանկերները կիրթ են եւ այլն, լիքը հաշվարկներ են անում, լիքը ինստիտուտներ են իրանց վրա աշխատում, հատկապես մեծ բանկերների ու մեծ նավթային ընկերությունների։ Ու հիմա, եթե չեն տալիս, բանը Թրամփը երկու հատ բառ ասում է Վենեսուելային էմբարգո սրանցեց, նավթի գները սկսում են բարձրանալ։ Այսինքն անգամ պետք չի ռեալ կրակել, չգիտեմ ինչ անել, ոչ ստեղ, ոչ ընդեղ։ Մյուս կողմից Եվրոպայում եւ, չգիտեմ, Հայաստանի նման երկրներում ասում են, ուղ տես Ամերիկան կանգնեց Ուկրաինայի մեջ, բացարձակ տես չի։ Ձեռի հետ էր, իր խնդիրը այլ էր։ Ուզում եմ ինչ ասածս, որ այդ պետությունները, եթե ինչ-որ գործողություն են անում, տակը ռեալ շահ պիտի լինի տնտեսական կամ գեոպոլիտիկ։ Հիմա, եթե այդ հիբրիդային պատերազմը, ասում են ռուսները անում են Հայաստանում, հարց համար մեկ, ինչ են կարել որ չանեն, ինչ ավելի մեծ համատեղ շահ ենք ներկայացրել, որ իրանք չանցնեն այս շահ, իրանց շահի վրայով, եւ երկրորդը եթե ինչ շահ ունեն, որ այդ անեն, ինչ տնտեսական շահ կստանա Ռուսաստանը, եթե հիբրիդային պատերազմ անի։ Ցույց տվեք, ժողովուրդ ցույց տվեք, ասեք, այս կստանա Ռուսաստանը, ինչ կստանա։ Այսինքն կեղծ են այդ հիբրիդային պատերազմի մասին այդ ահաբեկող հայտարարությունները։ Ոչ թե կեղծ են, այլ առնվազն չհիմնավորված են եւ մի քիչ ուռճացված են, որովհետեւ ես այդ նույն բանը կարամ ասեմ Եվրոպայի հետ կապված։ Եվրոպա ջան, մենք Եվրոպայի միության անդամ չենք։ Եթե այն հայտարարությունները, որը արվել է մի երկու օր, հա, աներ Եվրոպայի խորհուրդը, մենք Եվրոպայի խորհրդի անդամ ենք, ասենք մեր մեծ ընտանիքը ինչ որ քայլ արեց։ Բայց երբ Ռուսաստանը ասի, էդ էլ կասենք, մենք SNG-ն հայերը մոռացել, ԱՊՀ այն մյուս կառույցը, տնտեսական չգիտեմ ինչ է, բոլոր այն բաները, որի մեջ Ռոբն ու Սերժը մեզ տարանացել։ Բանը կամ ԱՊՀ-ի մասին Տեր-Պետրոսյանը, հա, իրանք էլ են ինչ-որ ձևի ընտանիք։ Ուրիշ բան, որ մենք հիմա ասում ենք, այդ լավ ընտանիք չէր, այս մյուսը լավն է, նրա հնի համը տեսել ենք, այս նորինը չենք տեսել, բայց ով ասեց, որ որևէ եվրոպական պետություն իր շահը պիտի զիջի հանուն Հայաստանի շահի։ Լավ, մենք պատերազմի ժամանակ աշխարհում կար գոնե մեկ կղզիակ պուճուր Կիպրոս, որ մեր կողմից էր, ոչ։ Դες չի լինում, իրանք շահերն ունեն։ Ինչ պետք է Եվրոպան մեր կողմից լիներ։ Պատերազմում որևէ աշխարհում բան կար, Ֆրանսիան մեր կողմից էր, չէ։ Բայց նա մեր դաշնակիցը չէ, ինչի պետք է մեր կողմից։ Չէ, Իրանը մեր կողմից էր, ոնց դաշնակիցը չի։ Հələ մի հատ հարցրեք հայերին, ով է մեր դաշնակիցը։ Կասեն, իսկ մեր իսկական դաշնակիցը Ֆրանսիան է, Ամերիկան է։ Հա, փաստաթղթեր կան դաշնակցային համագործակցության։ Ես չգիտեմ, չէ, չկան հաստատ։ Կան ինչ-որ ստրատեգիական եսի ինչեր։ Մեր դաշնակցային չկան։ Ռուսաստանն է մեր դաշնակիցը, մենք նրանից պետք է ակնկալեինք։ Այո, մենք նրանից պետք է ակնկալեինք Հայաստանի տարածքի անձեռնմխելիության հարցը, բայց պետք է շատ հիմար լինես, որ կարծես, որ Ռուսաստանը կխառնվեր Ղարաբաղի հարցին մեր կողմից։
այսինքն չպետք է Հիմա տեսեք, այդ հիբրիդային պատերազմի հետ կապված ինչ թեզեր են պատտվում, ասում են Ռուսաստանը կկա, այդ կեղծ տեղեկությունները կտարածի, կմոլորեցնի, այլ ուրիշ գործողություններ էլ կանի, իշխանությունը կանցնի ռուսամետ գործիչների ձեռքը, ենթադրվում է, որ Նիկոլ Փաշինյանը ռուսամետ չէ, հա, ասում են կանցնի։ ինչով չի ռուսամետ։ Դե իրենք են, ես քայլ ասեք, որը խանգարել է բանին։ Ես փոխանցում եմ այդ մարդկանց թեզերը, իրենց ասածն եմ ասում, հա, եւ այ միջանցքն էլ կտա ռուսական բանով, ռուսական երկաթուղին էլ կանցնի, ռուս FSB-ն կկանգնի այդ սահմանի վրա, դա նոր կլինի, այսպես ասած, տնավարի ասած, միջանցք։ Այս դեպքում այս խոսակցությունները ինչի են տարածվում։ Որ կրթության վրա փող չծախսեն։ Եթե ուզում ես, որ ստին քո քաղաքացիները չհավատան, պիտի իրանց կրթես։ Տիգրան Ավինյանը երեք գնացել էր մանկապարտեզ բացելու ապրի ինքը։ Ու շատ հավանում եմ լիքը քայլեր, որ անում է Երևանի քաղաքապետարանը։ Ու դրանով ուշադիր եմ իրանց արածին։ Նայեցի նկարները, ոչ միտեղ մի փոքրիկ ամենամանկական գիրքը չկար։ Իսկ սա ամենահիմքն է։ Կարելի է ծախսել գումարներ դնել, որ հայաստանցիները չխաբվեն, իսկ դա նշանակում է խելացի լինեն, հմուտ լինեն, ճկուն լինեն, գրագետ լինեն եւ այլն։ Խելացի, բայց ամենակարևորը խելացի, ճկուն, սրամիտ։ Բայց մենք այդ չենք անում ու անում ենք բան։ Եկեք պաշտպանվենք ռուսական հիբրիդային պատերազմից։ Որ հանրությունը կիրթ լներ, ինչ խնդիր ուներ պաշտպանվելու։ Բայց դու վերցրել ես կարճաժամկետ ծախսեր անում ես, չգիտեմ հիմա ինչեր կանես այդ ՀԿ-ներ կվարձես, ես ինչ կանես, չգիտեմ, ոնց եք ծախսելու այդ փողը, բայց հաստատ իրական կրթության մեջ չեք դնելու։ Իսկ կրթություն ես չեմ հասկանում դպրոց։ Կրթություն հասկանում եմ ընտանիքի ներս, տան բակ, մանկապարտեզ, շրջապատ, դպրոց, հետո բու, հետո չգիտեմ ինչ, բայց ամենակարևոր կրթությունը հետո երբ մարդը ինքը իր վրա աշխատում է։ Մարդը ուզում է վաղն իմանալու խնդիրը չի, ավելի խելացի լինել, ավելի քիչ խաբվել, քան այսօր։ Իսկ այդ մթնոլորտը հաստատ Հայաստանում չի ձևավորված։ Այսինքն, բայց դա կարևոր է, ու եթե մենք 30 տարի առաջ անեինք, այսօր sense խնդիրներ չէինք ունենա, հաստատ Ղարաբաղն էլ հայկական կլներ, բայց մենք գնացել ենք միշտ կարճ, էժան ճանապարհով։ Դե ո՞ր sense է։ Ինչ խնդիր ունես, եթե քո ցանկացած քաղաքացի ունենար Սամվել Մարտիրոսյանի հմտությունը այդ կիբեր հանցագործությունների կամ այդ ինֆորմացիոն հոսքերի կամ Արտուր Պապյանի հմտությունը։ Ինչ խնդիր ունես։ Չունես։ 0։ Բայց դու գնում ես բան, այն ճանապարհը։ Բայց պետությունը չի նրանց ձեռից բռնել, տարել, սովորացրել, նրանք ինքնուրույն։ Ես հետ եմ ասում, ստեղծի պայման, որ մարդը ուզենա ավելի խելացի լինի վաղը, քան այսօր։ Նկատում եմ, որ առանց պետության ստեղծած պայմանների մարդիկ եթե ցանկություն ունենան, կդառնան մաս։ Այդ մարդիկ նես չի, որ Սամվել Մարտիրոսյանի հաստատ ապրած տանը եղել են բազմաթիվ գրքեր, խելացի զրույցներ, նույն Արտուր Պապյանի։ Հենց այնպես չի լինում դա։ Դու պետք է այդ մթնոլորտը ստեղծես։ Հիմա այդ մարդկանց ծնողները կամ բարեկամները կամ շրջապատը ստեղծել է այդ մթնոլորտը, բայց օրինակ Գագարին քաղաքի որևէ 13 տարեկան պատանի կամ աղջիկ չունեն այդ մթնոլորտը։ Պարոն Մարտիրոսյան, վերադառնալով առաջին հարցին, հա, Նիկոլ Փաշինյանի համար խաղաղություն է, կաթողիկոսի համար տագնապալի օրեր վտանգներով լի։ Արդյոք Հիմա բայց դա վերաբերում է մենակ արտաքինին, հիմա Հայաստանում տագնապալի օրեր չեն,
Օրինակ, իմացա, որ մի 3 օր առաջ ինչ որ մարդիկ գնացել էին Սուրբ Էջմիածին, քննություն էին հանձնում, չեմ հասցրել մանրամասն նայել։ Այսինքն Հայաստանցին գնացել է Հայաստանցու դեմ։ Կապ չունի ճիշտ Հայաստանցու, սխալ Հայաստանցու, քաղաքացիական պատերազմում ճիշտ ու սխալը ո՞րն է։ Բայց նույն պետության քաղաքացիները գնացել են միմյանց դեմ։ Այդ Ռուսաստանում տեղի ունեցած քաղաքացիական պատերազմը ինչ էր, Ամերիկայում տեղի ունեցած քաղաքացիական պատերազմը ինչ էր, Վրաստանում, Ադրբեջանում ինչ էր։ Այսինքն, երբ որ այս պետության ինչ որ քաղաքացիներ գնում են այն մյուս քաղաքացիների դեմ ուժով, հիմա կլինի դա ձեռքի ուժով, թե զենքի ուժով, թե չգիտեմ ինչ ուժով, թե պախարակելու ուժով, թե ինչ ուժով գնում են դեմ։ Իսկ դա ամենավատ բանն է, մենք տեսել ենք Երկու հակադիր կարծիք ունեցող մարդիկ, այսինքն իրար հետ չպետք է առերեսվեն։ Բախվեն։ Առերեսումը դա տեսեք, հիմա ես պարտադիր չի ունենամ այն կարծիքը, որը դուք ունեք։ Հենց հիմա էլ հենց էս բանն է, այդ ակնթարթն է, բայց մենք ո՞նց ենք շփվում իրար հետ։ Բա Հայաստանի Հանրապետություն դու չունես գոնե մեկ քննադատական ամսագիր էլեկտրոնային կամ չէլեկտրոնային, որտեղ լինի վերլուծություն, իրական քննադատություն։ Դու ունես անեծքների ամսագրեր եւ կենացների ամսագրեր։ Իսկ այդ բա ոնց պիտի այդ մարդիկ սովորեին պոլեմիկայի արվեստին, ինչ են տեսել։ Լավ, հայտի հաջորդ անգամ նրանք էլի գնան մայրատորի բակ, ինչ տեղի կունենա։ Ոնց, այնտեղ բան իրար քաշքշել են, չգիտեմ, այն մարդուն ինֆարկտ խփել է։ Հիմա այդ մարդը կարար Աստվածչյանի մեռներ։ Կլներ բախում հենց այդտեղ տեղում։ Կլներ հաստատ ավելի բան մեծ կայծ բախման համար կլներ։ Այսինքն քաղաքացիական պատերազմները ցանկացած նայեք, այդ հոտես չի որ 5 տարի պարապել են ու այս օրը որոշել ու 2-ով եկել։ Դե չէ, այսպես բաներից է լինում։ Բանը Ադրբեջանը ու Վրաստանը ինչ վիճակի հասան, երբ իրանց մոտ քաղաքացիական պատերազմ էր։ Մենք հաղթեցինք մեր պատերազմը այն պատճառով, իրանք որ թուլացան, մենք էլ հաղթեցինք։ Դա ամենասարսափելի բանն է։ Հիմա արժի տագնապել դրա համար, թե չէ։ Արժի մտածել, մտահոգվել դրա համար։ Իհարկե արժի։ Եթե կաթողիկոսը մտահոգ է, ես հասկանում եմ իր մտահոգությունը։ Եթե բանը Փաշինյանը մտահոգ լիներ, կհասկանայի, եթե մտահոգ չի, ցավում եմ եւ ցավակցում եմ հայաստանցիներին։ Հիմա այդ բանը մի կողմին հրավիրել էին 10 եպիսկոպոսները, մյուս կողմը ըստ էության ականջալուր էր եղել ընդդիմադիրների կոչերին եւ գնացել էր։ Հիմա ովքեր էին այդ բախման վտանգի պատասխանատուները։ Պետություն։ Ուրեմն Լևոն Տեր-Պետրոսյանը մի անգամ հիշում եք, որ դիմեց մեծարգո պարոն վարչապետ դիմելաձևով ու սաղ հարցակվեցին, խի ես տենց ասում։ Տեսեք, ու ոնց որ թե այդ օրերին իշխանությունը լսեց Տեր-Պետրոսյանի կոչը ու այդ օրերին չարեցին։ Հիմա դրան ինչ հաջորդեց։ Օրինակ օգոստոսի 12, հա, թե 8 այդ բանի Վաշինգտոնի ստորագրման օրը։ Այսինքն պատկերացրեք, որ Նիկոլ Փաշինյանեն չլսեին ու գնային այդ բախման։ Արդյոք այդ ստորագրությունը այդ ձևով կլներ։ Ես շատ կասկածում եմ։ Այսինքն երբ քո մոտ ստեղ բախում է, աշխարհը ամեն ինչ հասկանում է։ Ու աշխարհը տենց չի վերաբերվի։ Ես համոզված եմ, այն մարդիկ, եթե կան մարդիկ, որոնք մանրամասն գիտեն, թե ինչ դժվարությամբ է այդ հանդիպումը կայացել եւ ինչ դժվարությամբ է ստորագրվել են թուղթը, որը ստորագրվել է, նրանք հաստատ կասեն, որ դա մազից կախված վիճակ է եղել, որովհետեւ կողքից նայելով դա հասկանում ես։ Եթե մազից կախված վիճակ է եղել, եթե մեզ համար ձեռնտու էր, բա ո՞նց ես դու թողում Հայաստանում լինի ինչ որ
խժդժություն, որը դրան կխանգարի։ Ու ապրի իշխանությունը, որ լսեց։ Բայց դրանից հետո ախպեր դու կարծում ես վերջ, էլ խնդիր չի ունենալու Հայաստանը, էլ ուրիշ ստորագրելու հարց չկա, էլ ուրիշ մարդիկ չկան, որ նայում են այդ process-ներին։ Միշտ ներսի խնդիրները ես հաստատ համոզված եմ ավելի կարևոր են, քան դրսի խնդիրները, որովհետև դրսի խնդիրները կախված են ներսի խնդիրներից։ Իհարկե սրանք էլ նրանցից, եթե հանրությունդ հասուն չի։ Իսկ եթե հասուն է, այդ արդեն պետք է կրթություն ունենաս, այն իմ ասած կրթությունը, որ ասեցի։ Տեսեք, շարունակելով իմ հարցը, հա, հիմա արդյոք Նիկոլ Փաշինյանի եւ կաթողիկոսի հիմնական հակասությունը այն չէ խաղաղության այս գործընթացի վերաբերյալ, որ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ խաղաղություն է, կաթողիկոսը կարծում է, որ խաղաղություն չէ եւ եկեղեցին փորձում է ինչ-որ բաներ ահազանգում է ինչ-որ վտանգների մասին եւ այս կողքից կուսակրոնության ուխտ, երեխա եւ այլն զուտ դրանցով փորձում են եկեղեցուն կաթողիկոսին լռեցնել, որ չքննադատի կամ չխոսի Փաշինյանի այսպես ասած բերած խաղաղության մասին։ Որ կուսակրոնություն եւ մնացած այդ հարցերը շինծու են, այո, ակնհայտ է, ու սենց հարգելի վարչապետ եւ հարգելի նախարարներ, այլ պաշտոնյաներ, ես հատուկ ուզում եմ ոչ թե կուսակցական լինի, այլ պետական այրեր, կամ որ պիտի լինեին պետական այրեր։ Դուք քիչ եք գնում մորմոնների եկեղեցի ուզում վերափոխել։ Իսկ քիչ եք ուզում գնաք հայ ավետարանչական եկեղեցի ինչ-որ բան փոխելու։ Իսկ ինչի՞ չեք գնում հայ կաթողիկ եկեղեցի ինչ-որ բան փոխելու։ Իսկ ինչի՞ չեք գնում 50-ականների շարժման մեջ ներգրավում ինչ-որ բան։ Միատոսեք էլի։ Եկեք սենց, եթե դուք ասում եք որպես հայ առաքելական եկեղեցու դավանորդ, բար եղեք հրաժարական տվեք, մի եղեք պետական պաշտոնյա, որովհետև դուք հենց պետական պաշտոնյա եք այդ գործողությունը անում, դուք սահմանադրություն եք խախտում։ Եկեք գնացեք թոշակի, արձակուրդ, չգիտեմ ինչ, գնացեք այդ ձեր ուզածները արեք ու ասեք, որ դուք քրիստոնյա եք, առաքելական քրիստոնյա։ Քանի դեռ դուք պաշտոնյա եք, տղեկ դուք սահմանադրություն եք խախտում։ Իսկ ձեր այս խաղերի մեջ ինձ համար ամենակարևոր պետությունն է եւ սահմանադրությունը։ Ու անգամ հիմա շեղվեմ ձեր հարցից այդ Եզրասի մասին այդ փաստաթուղթը իբր փաստաթուղթը համոզված եմ, որ կեղծ է, ես ժամանակին ԱԱՑ-ն ինձ հրավիրել էր որպես սպա եւ մաթեմատիկոս այնտեղ աշխատելու, տենց էլ չընդունեցին։ Բայց 2 տարի ինչ որ թղթեր էի գրում, բան էի անում, ինձ ստուգում էին եւ այլն, ու բոլոր թղթերը ռուսերեն էր։ Բոլոր թղթերը ռուսերեն էր, այդ ասում եմ 97 թիվ, 98 թիվ։ Ես ինչ եք հայերեն գրած թուղթ բերում։ Ոչ KGB-ում, ոչ ԱԱՑ-ում, ցավոք, ԱԱՑ-ում հայերեն լեզու չի եղել։ Ես ինչեր եք, իրանք էին ռուսերեն խոսում։ Դու գնում ես հայախոսը դեպք ու այդ մենակ ռուսերեն եք խոսում այս ժամանակ։ Ես համոզված եմ, որ դա կեղծ է։ Այդ թուղթը կարող լիներ բան, որ երբ բլանկը, հա, կարող է ինչ-որ մեկը տենց սուպեր հայասեր է եղել, դու հայասեր հայերեն լեզվի մասին է խոսքը, բայց բանը հաստատ կեղծ է, ես մեկ, երկրորդը, դուք ցույց եք տալիս 86-ից 88 թվականի, որ մարդը համագործակցել է այն ժամանակվա ՊԱԿ-ի հետ, հա, այն ժամանակվա ՊԱԿ-ը որ պետության ՊԱԿ-ն էր, Սովետական միության, իսկ այդ մարդիկ որ պետության քաղաքացիներն էին Սովետական միության, այսինքն իրանք իրանց երկրին օգնել են կամ խանգարել են, չգիտեմ ինչ են արել, այդ հրապարակման մեջ նշվում է հիմա էլ է համագործակցում օտար պետության։ Իրանք այդ մնացածը ժողովուրդ, եթե ինքը օտար պետության հետ համագործակցում է, ապա դուք պետք է իրան դատեք։ Չի կարելի, որ իշխանությունը
ոչ իշխանական լծակներ օգտագործի։ Չի կարելի, որ իշխանությունը հանցագործին բնորոշ լծակներ օգտագործի։ Շանտաժ, կամպրոմատ, չգիտեմ ինչ, դա իշխանության գործելավոճը չէ, որտեվ իշխանությունը ինչ ունի, ունի դատարաններ, պիտի ունենա լիք ուրիշ ինստիտուտներ եւ այլն։ Հայաստանը գիտի, որ ինքը գործակալ էր, ձեզ ինքը որ գալիս էր, գնում էր, չգիտեմ, միտինգների էր մասնակցում, աջակցություն էր հայտնում Սամվել Կարապետյանին, ինչի այդ ընթացքում չէր բռնում։ Ես էլ եմ ասում, եթե այդ մարդը այսօր համագործակցում է խիչի բանտում նստած, եթե դա մեր պետականությանը վնաս է, խիչի բանտում նստած, հանցագործը խիչի բանտում, ժողովուրդ, այն մնացած հանցագործները, որոնց անունով դուք աչոկներ եք հավաքում ընտրությունների ժամանակ, խիչ են բանտում նստած, խի բոլոր այդ հարստությունները այդ մարդկանց ձեռքում է շարունակաբար գտնվում։ Ինչի են մեզ կեղեքողները այսօր հիմնական շահառուն ձեր հեղափոխության, որին ես էլ եմ մասնակցել, իհարկե, լիքը ջանք եմ դրել, որ այդ հեղափոխությունը մի պահից սկսած, ամսի 20, այն օրվանից, որ ասեց հեղափոխություն, Նիկոլը, լիքը առողջություն եմ դրել, չգիտեմ, ժամանակ եմ դրել, ռեսուրսներ եմ դրել, որ այդ ստացվի, իսկ դուք սենց մսխում եք այդ հեղը։ Բայց մի այսպես բաներ կասում էին, ուզում ես եպիսկոպոսեղի, ուզում ես կաթողիկոս, եթե դու սովետական միության տարիներին ես այդ ամենից համակարգ մտել, բացառվում է, որ դու KGB-ի դապրոն չունենայ։ Հիմա ինչ խնդիր ունեք KGB-ի հետ, շփվողների հետ։ Այսինքն օրինակ խի եք բա Դեմիրճյանի անունով երդվում։ Բար չի որ Դեմիրճյանը որպես պետության ղեկավար KGB-ի հետ շփում ունեց։ Մի հատ ասեք էլի, քիչ եք Դավիթ Շահնազարյանին օրինակ ժամանակին բան արել, պատի տակ գյուլել։ Բաներ, ԱԾ-ի ղեկավարներ։ Աշոտ Մանուչարյանին։ Այսինքն եթե իրանք սենց թե նենց պիտի համագործակցած լինեին, ու ամենակարևորը, կարևորը չէ, բայց նենց վառ ցույց է տալիս այդ ԱԱԾ-ի կայքում, չեմ հիշում ոնց էր կոչվում, CNS ոնց որ, հա, գրված էր, հիմա չգիտեմ գրված է թե չէ, որ սովետական միության, Հայաստանի սովետական հանրապետության պետական անվտանգության կոմիտեն, ՊԱԿ-ը վերանվանվեց ԱԱԾ-ի։ Այդ բառը գրած էր, վերանվանվեց, այսինքն ոչ մի բան ըստ էության չի փոխել, մենակ անուն։ Էս իրանք են գրել, իրանք իրանց մասին։ Հիմա ժողովուրդ դուք վերցնում եք, եթե համոզված եմ, որ կեղծ է, բայց մեկը, եթե ԱԱՑ-ն հանդես չի գալիս հակառակ բանով, իսկ դա լռություն կա, այդ նշանակում է ԱԱՑ-ը դու եթե չես հերքում, իսկ ասում եմ, ես ծրու նայ։ ԱԱՑ-ն այդ թուղթը տվել ոնց հերքի։ Ոնց է ԱԱՑ-ն։ Բա Civic-ը գրավոր հարցում ա ուղարկել ԱԱՑ-ն տվել այդ կտրոնը Civic-ին իշխանական։ Չէ, հրապարակումը նորից պետք է նայեք, որտեղ ասում եմ Civic-ի գրավոր հարցման ի պատասխան փոխանցեցին այս թուղթը։ Այդ թուղթի մասին չի խոսում։ Civic-ի գրավոր ինքը այն մնացած տեքստի մասին է խոսում, այդ թղթի մասին չի խոսում։ Այդ թուղթը ուրիշ տեղից է, այ իրանք այս բան սարքոցին նենց են արել, որ հավատալը ավելի շատ լինի։ Հիմա Civic-ին ԱԱՑ-ն կարար, չգիտեմ, 4 տող պատասխան տար, որը կիսա ճշմարտություն է կամ ճշմարտություն է, բայց սրա հետ արդեն դառնում է բորշ։ Ժողովուրդ, ոչ կաղամբ կա, ոչ կարտոֆիլ, ոչ միս։ Բլանկը կարծում եք համոզված ԱԱՑ-ից դուրս չի եկել։ Չէր կարա 86 թվականի բանում, ՊԱԿ-ում լիներ տենց բլանկ։ Դա ռուսերեն լեզուն պարտադիր էր։ Չէր կարա լիներ։ Այս սովետական միության մասին ենք խոսում, սովետական միության KGB-ի, որը հասկանում ենք, հա, կոչվում էր սովետական հայկական սոցիալիստական հանրապետության, բայց մենք գիտենք, որ KGB-ն Մոսկվայից է կառավարվում։
Որ Մոսկվա ուզեին այդ թուղթը։ KGB-ի Չէ, բայց այս գոնե իրանց համար պետք էր, չէ՞։ Այսինքն, ստեղի փաստաթղթերը պետք է ընթերնել լինեն Մոսկվայում, ճիշտ է։ Բախի պիտի հայերեն անեին։ Երբ լեզու է եղել։ Ինչը, բախի չկա այն մյուս լեզուն։ Լավ, նայստեղ օրինակ Այդ թղթի մեջ չի այդ մյուս լեզուն։ Հա։ Բլանկը գոնե։ Չկա նաև օրինակ Եզրաս arczepiskopos Ներսիսյանի ստորագրությամբ ինչ որ համաձայնություն, որ այո, ես ստանձնում եմ, չգիտեմ, համագործակցել։ Ես կարծում եմ սա ամենայն դեպս այս ինչ որ արվել է, պետությանը ոչ վայել, վարկագիծ է, ու ամենամեծ վտանգը ոչ Եզրասն է, Եզրասին երբեք չեմ տեսել էլ, ոչ էլ որևէ սրբազանի կամ բանի դրական վերաբերմունք եմ ունեցել, բացարձակ ոչ մեկի։ Այդ սև շորերով մարդիկ խնդրահարույց են, երկու ընկեր ունեմ, իրանց մեջից իրանք լավ մարդիկ են, մնացած, միշտ հեռում են։ Եկեղեցու։ Ինչով են վտանգավոր, որ ասում եք սև շորերով մարդիկ վտանգավոր։ Ինձ համար, ես տենց եմ պատկերացրել, առհասարակ փոքր ժամանակ սև շորով մարդը եթե տեսնում, ասում էի ինքը գողա։ Այդ իմ պատկերացումն է։ Հիմա որ հոգեբորականներին, կաթողիկոսին որ սև շորերով տեսնում եք, ինչ եք մտածում։ Հասկանում ես, որ ես ասում եմ երեխուն տալումները, ու տենց այդ ենթագիտակցաբար մնում է, այդ առհասարակ մենք ընտրությունների ժամանակ ինչ ենք ասում, որ սև շոր էր հակած ինչ որ տղաներ, առհասարակ էլի։ Ես ինքս սիրում եմ մենակ կարմիր հագնել, այգույնը։ Սևից խուսափ։ Հիմա ինչ հարց լուծեց իշխանությունը այս հրապարակմամբ։ Ես եկեք վտանգից ասեմ։ Շատ կարևոր է, որ հատուկ ծառայությունները իսկ աշխարհում չկա որևէ հատուկ ծառայություն, որ ինչ որ մարդկանց միջոցով լուրջ չհավաքի։ Ու շատ կարևոր է, որ Հայաստանի հատուկ ծառայությունները դա կարողանան անել։ Եթե Հայաստանի ԱԱՑ-ն փուրն է տալիս իր ագենտին, ենթադրյալ ագենտին, ապա ով կուզի լուր տա Հայաստանի թե ԱԱՑ-ին, թե մյուս գուցե ավելի կարևոր ծառայություններին։ Այսինքն սա մեծ հարված է Հայաստանի Հանրապետության անվտանգությանը եւ անվտանգային այդ օրգաններին։ Այս հնարավոր չի հետ բերել։ Սա լինի, ասում եմ, կեղծ է, բայց անգամ եթե լիներ ճիշտ, ավելի վատ կլիներ։ Եթե կեղծ է, մի քիչ թեթևացնում է, բայց մեկը ինչ տարբերություն, լիքը մարդիկ ոչ են հասկանում։ Այսինքն այն մարդը, որ պատրաստ է ինքը գալ ծառայել Հայաստանի Հանրապետության հատուկ ծառայությանը, ինքը մի քիչ ավելի շատ է մտածում։ Եվ ինչպես օրինակ լինում է։ Այսինքն սա սարսափելի մեծ հարված է, սա անխոհեմ քայլ է, սա ինչ ասեմ, տգետ քայլ է, էլի, սա չէր կարելի անել։ Հատկապես պետական պաշտոնյաները վերցրել դա տարածում են։ Ժողովուրդ այդ նշանակում է կամ դուք մեդիա գրագիտության խնդիր ունեք, կամ մեջն եք, կամ այդ դուք հատուկ եք անում։ Իսկ եթե դուք հատուկ եք անում, սա սենց ձեր արածի հետևանքով այս վնասները հարյուրապատկվում են։ Լավ, ձեր մեջ մի հատ տղա չկա, որ պետության մակարդակով մտածի, ոչ թե բանի թայֆայի կամ կուսակցության կամ որևէ բանի։ Արա պետություն կա։ Այս պետությանը պետք է փայփայես, լինի ինքը ԱԱՑ, ՉԱԱՑ, մշակույթի նախարարություն, թե չգիտեմ ինչ արա, իրանք չի կարելի այդ բաները, ինստիտուտները կոտրել, սպանել։ Բայց չեն ստիպում, ասեցին խնդրում ենք։ Օրինակ ԱԱՑ ծառայողին խնդրում են, որ գնա հոգևորականի մոտ, պատարագի ժամանակ կաթողիկոսի անունը չտա։ Նիկոլ Փաշինյանն ասում է դա խնդրանք է։ Իսկ խնդրանքի process-ը հանցանք չի։ Խնդրողը իրավունք ուներ խնդրել։ Խնդրողը պետական պաշտոնյա էր։ Խնդրողը պետական պաշտոնյա էր, իր գործառույթի մեջ գրված է, որ ինքը կարա խնդրի։ Իսկ գիտենք, որ պետության ծառայողների համար էսա կանոնը, իրանք իրավունք ունեն անել այն, ինչ գրված է։ Եթե մի բանը չի գրված, ուրեմն չպետք է անես։ Դա զանցանքա, հանցանքա, չգիտեմ։ Լավ, ձեր մեջ գրագետ մարդ չկա։ Ձեր մեջ քթիծակով իրավաբան չկա։
Լավ, ես հաստատ համոզված եմ, որ կա իրավաբաններ, արդյոք այս պուճուրնեղ շահը ու պետական շահը ձեզ համար էս նեղ, ինչ ասեմ, միջանձնային, կուսակցական, եվրոպական ուղղության, չգիտեմ ինչ, այս շահը ավելի կարևոր է, քան մեր պետությունը, քան մեր պետականությունը։ Ժողովուրդ, էս ինչ եք անում։ ԱԱԾ սպաներ, դուք այս պետությանը պիտի որ երթում տված ունենք, ճիշտ է, ձեր մի մասը սովետական միությանն է երթում տվել, որպես իր, ես չեմ վատ չեմ ընկալում դա, բայց այս պետությանը երթում եք տվել։ Այս ինչեր եք անում։ Սենց ԱԱԾ աշխատակից դու ինչ իրավունք ունես հավատալ Աստծուն։ Քո գործառույթում այդ գրած չի։ Դու պետք է հակառակը լինես խոհեմ, լինես անհավատ բոլոր կտերի հանդեպ եւ այլն, բայց դու ո՞նց ես ինձ պաշտպանելու։ Այսինքն ինձ ասելու ես Աստված կփրկի։ Դու չես պաշտպանելու, ասելու ես քեզ վերջում Աստված կփրկի։ Էս ինչեր ես անում։ Ժողովուրդ, մի խոսքով մենք այս մանկապարտեզի մակարդակից ավելի ցածր ենք խաղում ու սա այն ամենակարևոր հարցը, որից դուք անընդհատ խուսափում եք, ես տանում եմ դեպի կրթություն, դուք անընդհատ տանում եք դեպի քաղաքականություն, ով ինչ ասեց, ինչ քանի դեռ ձեր նման լուսավոր մարդը խուսափելու է խոսի կրթությունից կամ որ հետը խոսեն կրթությունից, որովհետև լսարանը չի ուզում լսի, մենք ունենալու ենք այս խնդիրը, այս ամենածանր խնդիրն է։ Մենք ինչին դիպչենք, պատերազմին դիպչենք, լիքը հարցեր սաղեղել են անգրագիտության, չիմանալու, չկարողանալու եւ այլն հմտություններ չունենալու հարցեր։ Վերցնենք հետ պատերազմյան կտորը նույնը, այն դատավորների հետ ընդդիմանալու կտորը, որին ես ինքս մասնակից եմ եղել, էլի ես համարում եմ, որ ես բանի պակաս ունեի, թե գիտելիքի, թե հմտությունների, թե խոհեմության, որ մասնակցում էի այդ ամեն ինչում։ Պարոն Մարտիրոսյան, եւ վերջում պետք է օրինակ հենց կրթությունից խոսեցի վերջում։ Ավարտեցիք։ Պետք է մարդկանց սխալների համար ճիպոտել, թե ոչ։ Օրինակ հենց այդ կրթության, կրթված լինելու բանի տրամաբանությամբ խոսենք։ Եթե ճիպոտել բառը ճակերտներում է։ Չէ, ռեալ, օրինակ տեխնիկային թատրոնի ղեկավարվեստական ղեկավարը հանրայինի եթերում առաջարկում ասում է բանը դե մեղմ պատիժ կարելի էր Աջապայանին տալ, որտեվ նենց բան չէր արել, որ տանեին բանտ, ասում է, բայց նենց էլ չի անպատիժ թողնեին, դրա համար ասում է ճիպոտեին։ Դե հիմա պարոն Բաբայանը արվեստի մարդ է, հենց այն բնագավառի թատրոնի, որը պետքա խոսքը պատկերավոր սարքի։ Ես կարծում եմ այդ դրա լուծումը ա եղել, էլի որ պատկերավոր սարքի։ Այսինքն իր տեքստը չպետքա կտրել այդ մարդու անձից, որովհետև այդ մարդը ռեժիսոր է։ Դեմից 5 անգամ ճիպոտենք, հետո 10 անգամ, հետո հրապարակում ճիպոտենք։ Հիմա ասեցի պարոն Բաբայանին ամենահարգանքով, ես կարծում եմ, որ դա իր քաղաքացիական, քաղաքական հրապարակային խոսքում ինքը օգտագործել է ռեժիսորի այդ կլիշեն, ինչ ասեմ։ Բայց դուք դա չեք կարծում, ասում եք առհասարակ ճիպոտել կարելի է, թե չէ։ Չէ, հենց դրա կոնտեքստում էի հարցնում։ Պետքա չափազանց խիստ լինել ու պետքա այն խարխլված ինստիտուտները, ինստիտուտ նշանակում է կանոն, կարելի է ուղղակի ասել կանոնները վերականգնել կամ զարգացնել, լավացնել եւ այլն։ Մեր ամենամեծ խնդիրը եղել է եւ կա կրթությունը։ Ու ամենակարևոր կրթությունը ամեն մարդու ընտանիքում է։ Ու դա ամեն մարդուց է կախված, թե իր բալիկը ինչ միջավայրում է մեծանալու։ Հիմա մի բան ասեմ, որը առաջի հայացքից աբսուրդ կհնչի։
Աշխարհը վաղուց չափում է դաստիարակությունը։ Դժվար է, չէ՞, երևի չափել դաստիարակությունը։ Օրինակ, ո՞նց կարելի է չափել դաստիարակությունը։ Տարվա ընթացքում հայրիկը բալիկի հետ կամ մաման բալիկի հետ քանի անգամ են գնացել, օրինակ, տիկնիկային թատրոն։ Քանի անգամ են գնացել այգի զբոսնելու, քանի գիրք են կարդացել իրար հետ, քանի մուլտ են նայել իրար հետ, եթե չափավորը, քանի ինչ երաժշտություն են լսել իրար հետ, ինչ նկարներ են նկարել իրար հետ եւ այլն։ Դրանք չափվող են։ Միջինում դրանք չափվող երևույթներ են։ Այսինքն դաստիարակությունն էլ է չափվում։ Ընդհանրապես Հայաստանցուց, որովհետև ես իշխանության վրա չեմ կարողանում լծակ ունենալ, Հայաստանում մենք պետք է մենակ ապավինենք հայաստանցիների վարքագծին։ Իսկ դա ցավոք մենք այնպես ենք ինչ որ կանք, որովհետև ամբոստացողներ քիչ կան այս արարքների դեմ եւ այլն։ Ու կոչ կանեի այն մարդկանց, որոնք իրանց անընդհատ ասում են, որ իրանք մտավորական են, բայց որ մտավորական եք խեք լռում։ Մեծ շարունակեմ այս միտքը շատ կարևոր է։ Ինձ թվում, որ ամեն մարդ պետք է այսօր այս երևույթները տեսնելուց հետո, որ ոնց կարա պետության մարդիկ մասնակցեն շանտաժի մեջ, ստի մեջ, այս կեղտոտ պրոպագանդայի մեջ եւ այլն, մտահոգվելով դրանից, ինչ կարա կանեք ամենակարևորը։ Գնացեք ձեր բալիկի հետ զբաղվեք։ Մի թողեք ինքը զբաղվի այդ խաղալիքներով կամ ես իմ գրքերով։ Դուք ձեր հեռախոսի մեջից դուրս եկեք, ստիպեք ձեզ, դուրս եկեք, անջատեք այդ հեռախոսը, զբաղվեք ձեր բալիկներով։ Մենակ խելացի, այս ամենակարևորը իմանալը չի, խելացի լինելն է։ Իսկ դա մենակ այս ասածս բաներով կարելի է ձևավորել ֆիլմեր, երաժշտություն, կտավներ, թատերական, չգիտեմ, լուծումներ, գիրք եւ զրույցներ, խելացի զրույցներ։ Ձեր երեխեքի հետ զբաղվեք, որովհետեւ Հայաստանի խնդիրները այսօր ու վաղը չեն վերջանալու։ Այս մեր հաջողության գրավականը ձեր զրույցը կլինի։ Այսօր ամեն ինչ դրեք մի կողմ, ձեր երեխեքի հետ զբաղվեք։ Գնացեք գրախանութ, գնացեք պատկերասրահ, գնացեք մանկական պատկերասրահ, չգիտեմ, զբաղվեք ձեր երեխեքի հետ, որովհետև ցավոք իշխանությունը չի անում, անգամ իր սարքած մանկապարտեզն ու դպրոցը գիրք չունի։ Շնորհակալություն, պարոն Մարտիրոսյան, հարցազրույցի համար։